Մահմեդական աշխարհում միայն թուրքերն են, որ քրիստոնեական տաճարները և եկեղեցիները վերածում են մզկիթների։ Այդպիսի մզկիթներ կարելի է տեսնել Կարսի առաքելոց եկեղեցուց մինչև Սուրբ Սոֆիայի տաճար։ Այլ մահմեդականների մոտ դա պարզապես արգելվում է։ Երբ տարիներ առաջ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից նորից վերածում էին մզկիթի, թուրքերը հրավիրեցին Սաուդյան Արաբիայի շեյխերին, բայց նրանք կատեգորիկ մերժեցին, ասելով, որ մահմեդականության մեջ կատեգորիկ արգելվում է, որպեսզի այլ կրոնական տաճարները վերածել մզկիթների և չեկան մասնակցելու նրա բացմանը։ Պատմության մեջ ընդամենը մեկ դեպք է եղել, այն էլ եկեղեցին քանդել են, տեղը սարքել են մզկիթ։ Իսպանիայի տարածքում է դա, մավրերի ժամանակ է եղել։ Տարածքը բավականին գայթակղիչ է եղել, սկզբում եղել է հեթանոսական տաճար։ Հեթանոսական տաճարը քրիստոնյաները քանդել, սարքել են եկեղեցի, ապա մահմեդականները եկեղեցին քանդել, սարքել են մզկիթ։ Իսկ վերջում, երբ նորից նույն տեղում քրիստոնյաները ուզեցել են սարքեն եկեղեցի, մզկիթը այնքան են ափսոսել, որ սարքել են այնպես, որ մզկիթը մնացել է եկեղեցու մեջ։ Եվ այժմ այդ կառույցը երկու անուն ունի, անվանում են և եկեղեցի, և մզկիթ։